Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ուժի մեջ մտած փոփոխությունների ամենակարևոր նորությունն այն է, որ վարորդները, որոնք կկատարեն նվազ նշանակության խախտում, ոչ թե միանգամից կտուգանվեն, այլ կնախազգուշացվեն։ Դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը կարծում է, որ այդ փոփոխությունները ոլորտում արմատական փոփոխություններ չեն բերի, քանի որ համակարգային մի շարք խնդիրներ չեն լուծվել։ Մենք գնահատում ենք որպես մի սայլի, որը պետք է շարժվի, ինչ որ մի ստարտ, այսպես ասած, մի փոքր, բայց դա ընդհանուր առմամբ որոշակի հարց չի լուծում, որտեղ խնդիրը իրոք, ինչպես ասացիք, համակարգային լուծում է պահանջում։ Եվ այդ լուծմանը կարող են օգտակար լինել հանրությունը, այն ակտիվ մասսաները, որոնք առնչվում են այս խնդրին, որոնք կարող են օրենքի մեջ իրենց առաջարկությունները խնդրել, որ ներառվի։ Եփրեմյանը շեշտում է, վարորդների տուգանքները նախազգուշացումներով փոխարինելը բարեփոխումների ընդամենը մի փոքր մասն է, կամ բազում խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել։ Կարող եմ նշել այն մեքենաները, որոնք ունեն գունավոր պետհամարանիշներ կամ արտերկրյա պետհամարանիշներ, ոչ հայկական, այդ մեքենաները հավանաբար չեն ստանում տուգանքներ, քանի որ մենք ականատես ենք լինում, ինչպիսի խախտումներ են նրանք կատարում, եւ խախտումները կատարում են բացարձակ լկտիաբարի ու մենք մտածում ենք, որ նրանք չեն տուգանվում եւ ունենք այդ փաստերը, որ չեն տուգանվում։ Նույն նախագահի վերահսկողության մեքենաները կապույտ համարանիշներով որ կան, ականատես եմ եղել, որ խախտումներ են կատարում, ոչ Շարասյան առանձին երթևեկելու ժամանակ։ Դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամն ասում է, որ երթևեկության ոլորտը կանոնակարգելու համար անհրաժեշտ են տեսանկարահանող սարքերի հարևանությամբ տեղադրել հուշողնշաններ, վերացնել ծուղակային խաչմերուկները։ Եփրեմյանը հայտարարում է, կարմիր գծերը հակասահմանադրական են, քանի որ փողոցը հանրությանն է ու սխալ է դրա ինչ-որ հատվածը մասնավոր ընկերությանը տրամադրելը։ Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը ոստիկանությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ներկայացնելով օրենքի փոփոխությունները ասաց, որ նոր իրավակարգավորումներով իրավախախտում չի համարվում վարորդների կողմից կանգառում մեքենան կայանելը, եթե այն չի գերազանցում 1 րոպեն։ Խոսքը չի վերաբերվում վարորդի ղեկից իջնելու դեպքերին։ Խոսքը վերաբերում է բացառապես ուղևորների նստել եւ իջնելուն։ Եթե վարորդը նույնիսկ 10 վայրկյան կանգնելու պարագայում իջնի տրանսպորտային միջոցի ղեկից, ապա այդ իրավախախտումը չի կարող դիտարկվել որպես նվազ նշանակություն ունեցող։ Մյուս փոփոխությունը մեքենայի դիմապակու թաղանթապատումն է, որն արգելվում է։ Դիմամբակին թաղանթապատելու դեպքում նախատեսված 50,000 դրամի փոխարեն որպես տուգանք նոր փոփոխություններով վարորդը վճարելու է 30,000 դրամ։ Եթե նույնիսկ թաղանթը շատ, այսպես ասենք, բաց է, մուգ չէ, չափի խախտում չի առաջացնում, այնուամենայնիվ առաջացնելու է պատասխանատվություն 30,000 դրամի չափով։ Հետևաբար, ինչպես մեր հայտարարության մեջ ենք հորդորել, մի անգամ եւս օգտվում ենք արդից եւ հորդորում ենք մեր բոլոր վարորդներին, ովքեր ունեն նման իրավախախտման հատկանիշներ, վերացնել այդ իրավախախտումը։ Եթե վարորդները տեղում կկարողանան վերացնել դիմապակում փակցված այդ թաղանթը, ապա պատասխանատվության չեն ենթարկվի։ Եթե տեղում հնարավորություն չեն ունենա, բայց 1 օրվա ընթացքում այն կհեռացնեն, նույնպես պատասխանատվության չեն ենթարկվի։